10 տարի առաջ, թե հոգեբանին դիմելը դա ինչպիսի մշակույթ էր եւ այսօր դրանք շատ արմատապես փոփոխված են։ Ինչ ընդհանրություններ կան այն մարդկանց, որոնք որ դիմում են հոգեթերապիայի։ Եթե անձը չունի պահանջմունքներ, բնականաբար չունի զարգացում նաև, հա։ Պահանջմունքները մեր շարժիչ ուժն են։ Ինչ անեն, որ միշտ սիրելի մնա իրենց աշխատանքը, իրենց համար ոնց հանգստանան, հա, երևի հանգստանալն էլ է այդպես հմտություն դարձել 21-րդ դարում։ Լիքը բան ենք տեսնում եւ շատ բաներ ենք ուզում, այլ պարզապես պետք է հասկանանք, իսկ իրոք ես դա ուզում եմ, իսկ ինչ եմ ուզում։ Կհասկանան, որ օքեյ է, որ ոչ բոլորը պետք է յախտաներ ունենան։ Եթե մենք նախկինում աշխատում էինք պարզապես դրսևորվող խնդրի հետ, այսօր արդեն աշխատում ենք քրոնիկ դրսևորում ունեցող խնդրի հետ։ Չկա էլ այդպիսի հասկացություն, ոնց որ ինքնազարգացումը, կա ինքնաճանաչողությունը։ Բաց մի թողեք ձեր մարմինը, ձեր օրգանիզմը, որովհետև հենց մարմնից են գալիս առաջին ազդակները եւ այն հուզական ապրումները, որոնք որ հասու չեն մեր գիտակցությանը, իրանք տեղավորվում են մարմնում եւ տալիս են հոգեսոմատիկ խնդիրներ։